Ավանեսյան վերջի շրջանում կրկին ակտիվ քննարկում են նոր բարգեւավճարների մասին եւ որ պետական ապարատին կրկին բավականին մեծ բարգեւավճարներ է տրվել այս առումով ինչ է կարծում արդյոք սա նախընտրական շրջանում ընտրությունից 2 ամիս առաջ այսպես ասած կաշառքի նման բան չի պետական ապարատի համար որպեսզի իշխանության համար քվեարկեն Տեսեք 2025 թվականի հունվարին ձևավորվել են այս մոտեցումը, որ ամեն նախարարություն կամ գերատեսչություն կառավարության ծրագրի շրջանակներում առանձնացնի այն առաջնահերթությունները, որոնց վրա պիտի առանձնահատուկ կերպով ուշադրություն դարձվի եւ կոնկրետ միջոցառումներ, կոնկրետ առաջադրանքներ են առանձնացվել, որպեսզի մենք ինչ որ առումով եւս մի հավելյալ իմպուլս ջանք ներառենք մեր խնդիրները ել ավելի արագ լուծելուն։ Այսինքն գործընթացը սկսվել է 2025 թվականի հունվար ամսից։ Դրանից հետո կառավարությունը հաշվի առնելով այս կատարողականի հիման վրա վարձատրության նոր մեխանիզմների ձևավորման կարևորությունը նախորդ տարի ձևավորեց կառավարության որոշում, որի համաձայն նաև տարվա երկրորդ կեսին եղավ հանդիպում արդեն պետական մարմինների ներկայացուցիչների հետ, որտեղ շատ բաց անկեղծ քննարկում եղավ, թե ի վերջո պետական մարմիններում լավ մասնագետներ, երիտասարդ, բանիմաց, նոր գիտելիքներով ու հմտություններով պաշար ունեցող անձանց ինչպես պետք է ներգրավենք կամ պահենք, որտեղ մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին բավական մեծ հոսք կա դեպի մասնավոր ոլորտ։ Ինչու՞, որովհետև Հայաստանում միջին աշխատավարձը բարձրացել է, ինչը շատ ուրախալի է, բայց սա էլ որպես գործատու պետությանը հուշում է, որ պիտի միջոցներ ձեռնարկի, որովհետև ըստ էության մեր պետության զարգացումը եւ այն ձեռքբերումները, որ մենք ունեցել ենք, տնտեսական աճը, ռեֆորմների իրականացումը նաեւ պետական մարմնի ակտիվ ջանքերի շնորհիվ է։ Վարչապետը մի քանի անգամ ներկայացրել է համեմատականները, թե պետական բյուջեի մուտքային եւ ծախսային հատվածները ինչքան են ավելացել։ Եվ ըստ էության այս նույն մարդիկ են, որ կրկնակի շատ դեպքերում եռակի անգամ ավելի շատ աշխատանք են անում, ապահովելու պետական ապարատի թափանիվը։ Եվ սա կարևորագույն քայլ է հենց մեր պետության ամեն քաղաքացու բարեկեցությունը բարելավելու համար։ Ես գիտեք հայտարարագիր ներկայացնող անձ եմ, շուտով էլ կլրանա ժամկետը, կներկայացնեմ, կտեսնեք ինչքան եւ ինչքան եմ ստացել վարձատրություն։ Եթե հրապարակում է, ասեք, ի՞նչն է խնդիրը։ Մեկը բաց դրված է լինելու այնուհետեւ կտեսնեք ի՞նչն է խնդիրը։ Դե ես էլ չեմ հասկանում, ի՞նչն է խնդիրը, որ անձը համաձայն հատարարման ինստիտուտի կոպեկ ճշգրտությամբ, ամսաթվի ճշգրտությամբ ներկայացնի։ Հարգելիներս, հիմա ամեն 2 օրը մեկ նույն հարցին դժվար է պատասխանել եւ առաջիկայում կհրապարակվի առանց բանավոր հարցադրումների ինքներդ կծանոթանաք։ Դիքի ակնհայտորեն նախորդությունները հաշվի առնելով դուք լինելու ցուցակի առաջին դիրքերում առաջին երկրորդ գուցե երրորդ կին ամենակիչը արդյոք նախարար Ավանեսյանը կարողանա ապարատ ժամանակ տրամադրել քաղաքացիական ընթացքում գործունեություն ծավալել եւ նախահարցում եւ քաղաքացիական իրականացնել։ Դե կուսակցական գործունեությունը եւ ընդհանուր առմամբ վերջին ներկուսակցական քարոզարշավի ընթացքը ցույց տվեց, որ այո, կարող եմ, պատրաստ եմ եւ անում եմ եւ այսուհետ էլ շարունակելու եմ նույն նվիրումով թե նախարարի գործը իրականացնել եւ թե ըստ օրենքի արդեն իսկ քարոզարշավի ժամանակ, ինչպես որ կարգն է իրականացնել քարոզարշավ, բայց արդյունքները իհարկե դեռ շուտ է գուշակել, սպասենք 1 օր էլ կտեսնենք։ Բայց ինչ ակնկալիք ունեք առաջիկին եք լինելու ցուցակում էս։ Ես ակնկալում եմ, որ իմ սիրելի կուսակից ընկերները վստահության քվե կտանից, որովհետև վերջին տարիների իմ աշխատանքը բաց հրապարակային է եւ վստահ եմ, որ գնահատականի կարժանանա, թե ինչ տեղում քանի ձայն չեմ կարող ասել, ինչ որ կլինի, կընդունեմ դա սիրով։ Բայց խանդ կա, ասում են, որ դուք նորից միացել ԿՊ-ին, հին ԿՊ-ականները, օրինակ Լիլիթ Մակուն
Մուսը, Ալփի Դավոյանը, որոնք հենց սկզբից ԿՊԱ-ական են, չեն կարողանում այնքան ձայներ հավաքել, որքան դուք ձեր գաղտնիքը ո՞րն է, որ պատվիրակները ձեզ ձայն են տալիս, մտածել եք ինչն է, գուցե առողջապահության ոլորտում հարցեր եք կարողանում լուծել, դա է պատճառը, որ կարողանում են ձեզ ձայն տալ պատվիրակները։ Ինչքան էլ հիասթափեցնող լինի, մեր կուսակցությունում կանայք շատ համերաշխ են, շատ իրար աջակցող են եւ իսկապես եմ ասում, առանց թեթևեթանքի, իրար քաջալերող են եւ մեկս մյուսի ուրախությամբ հաջողություններով կներեք ուրախանում ենք։ Եվ ընտրությունների արդյունքներն էլ ընդունում ենք, ես էլ օրինակ վարչության ընտրություններին չհավաքեցի բավարար ձայներ, շնորհավորեցի իմ բոլոր կուսակից ընկերներին եւ ընդունեցի մեր ներկուսակցական ժողովրդավարական գործընթացները։ Կարծում եմ որևէ խանդ չկա եւ ինչքան էլ փորձեք գտնել, չեք գտնի։ Հաջորդիվ, հա, ընտրություններից հետո կարճ ժամանակ հետո տեղ ունեցան այս ընտրությունը։ Այդ կարճ ժամանակի ընթացքում դուք ինչ կարողացաք այնպես անել, որ վայելեցի կուսակցականների վստահությունը։ Մենք միայն մի բան ենք հիշում, պարում էինք, գուցե դա է շատ լավ ստացվել կամ դա է շատ գնահատել։ Գիտեք, ցանկացած ընտրությունների արդյունքը նաև հնարավորություն է ինքնահայեցման, հասկանալու ինչն է իրականացվել այնպես, որ մարդկանց գրավել է, ինչը ոչ, ինչ ուղղություններով պետք է հավելյալ ջանք գործադրել։ Եվ իհարկե, երբ որ մարդը պարտվում է, սա կյանքի եւս շատ կարևոր ընթացք է, որը մղում է ել ավելի ջանասիրաբար լծվելու գործին, հաջորդիվ հաղթելու միանշանակ, բայց թե պարը, թե առողջության ապահովագրությունը, թե 8 տարիների աշխատանքը, թե համակրանքը, չգիտեմ, գուցե ընտրողներին հարցնեք։ Կամ էլ գուցե այդ ընտրողների մեջ ցածր աշխատավարձ ստացող բուժանձնակազմ չկա, դա է նաև առիթ հանդիսացել տիկինավորները, որովհետև այս համակարգի ներդրումից հետո մարդիկ ասում են 13,000 դրամ աշխատավարձ են ստացել։ Դե տեսեք, որ դուք եք ասում, ուրեմն երևի չկան ցածր ստացող բուժաշխատողներ այս պահին։ Բայց ընտրողների մեջ չկան։ Պատվիրակների մեջ չկան։ Այսօր բան եմ ունեցել, խորհրդակցություն եմ իրականացրել մեր առողջապահության նախարարության ենթակայության բժշկական կենտրոնների հետ, թվով մոտ 50 կազմակերպությունների հետ եւ դուրս գամ հրապարակում էլ կանեմ, նայել ենք առողջության ապահովագրության ազդեցությունը մարդկանց աշխատավարձի վրա եւ ինչպես որ ասել էի, առաջին ամսվա գուցե ոչ այնքան փորձառու լինելը եւ կատարողականի ոչ ամբողջական ներկայացնելը որոշ ուղղություններով խնդիրներ էր հարուցել, ուրախ եմ, որ պատկերը այլևս փոխվել է եւ մեր ընտանեկան բժիշկները, թերապևտները, մանկաբույժները միջինում 30-ից 40% աշխատավարձի հավելում ունեն։ Մյուս նեղ մասնագետները եւս ունեն բարձրացում, ունենք մասնագետներ, ակնաբուժներ, նյարդաբաններ, սրտաբաններ, ովքեր կրկնակիից ավել աշխատավարձ են ստացել, ինչի համար ես շատ ուրախ եմ, որտեղ մեր մասնագետները արժանի են։ Ունենք մի քանի մասնագիտություններ, որոնք զբաղվածության եւ պացիենտների հոսքի հետ կապված խնդիրներ կան, բայց իրենց հետ էլ աշխատում ենք եւ այս մասով էլ բոլոր հարցերը կկարգավորվեն։ Եվ առողջության ապահովագրությունը մեծ ձեռքբերում է ոչ միայն ժողովրդի, ոչ միայն մեր քաղաքացիների համար, այլ նաեւ մեր բուժաշխատողների համար այս ռեֆորմը եւս չափազանց կարեւոր ռեֆորմ է։ Տիկին Հավանեսյան, քանի որ նաեւ այս ընտրությունները որոշվելու է, չէ՞, ով է լինելու վարչապետի թեկնածուն, դուք հավակնում եք վարչապետի թեկնածու լինելուն, թե ոչ։ Ոչ, չեմ հավակնում։ Որովհետև դա արգելված է եւ միայն մեկ հոգու է այդ կարգավիճակը պատկանում Նիկոլ Փաշինյանը։ Մեր կուսակցությունում արգելված է միայն այն, ինչ կանոնադրությամբ էթիկայի նորմերով է արգելված, մեր կանոնադրության եւ փողոցում հայոց, ինչը կանոնադրության 4-րդ կետի խախտում է։ Եվ եթե շարունակեք, պարոն Սիմոնյանը անդրադարձավ նաեւ, որ կան ինստիտուցիոնալ Դե չեք սիրում, որ պատասխանում եմ, միայն հարցն եք սիրում տալ։ Փորձեք հարցը տվել եք, պատասխանեմ։ Պարոն Սիմոնյանը անդրադարձավ, որ կան ինստիտուցիոնալ ճանապարհներ, հասկանալու սխալը եւ այլն եւ այլն։ Եվ ձեր նշած էթիկայի նորմերն են հենց դրա համար են ընդունված, որպեսզի մենք ունենանք ուղենիշներ։ Հաջորդիվ
շարունակեմ ձեր հարցի պատասխանը, մեր կուսակցությունում արգելված է միայն այնինչ նշված է կանոնադրության մեջ եւ էթիկայի նորմերով, բայց Շնորհքետում գրածա չհայոյել։ բայց ես չեմ հավակնում վարչապետի տեխնացու լինելուն, հավակնում եմ լինել 30-ի մեջ, հուսամ կհաջողեմ։ Տիկին Ավանեսյան, դուք ինչ եք կարծում, պետք է ազգային ժողովի նախագահի այդ վարկը կուսակցությունում քննարկել, թե ոչ։ Ես կարծում եմ, եթե լինի դիմում, կուսակցության վերահսկող հանձնաժողովը վարչությունը կդիտարկի։ Ես նման հիմա քայլ անելու չեմ տեսնում անհրաժեշտություն իմ կողմից։ Ես կարծում եմ, որ սադրանք է եղել, հայոյանք է եղել հակառակ կողմից, բայց ազգային ժողովի նախագահի փողոցում հայոյելը դատապարտում։ Եթե դուք ինձ ամբողջական հարցը տաք, ես ամբողջական կպատասխանեմ։ Արդյոք դատապարտում ենք մենք մարդկանց սադրանքի միջոցով հասցնել նման ոչ ցանկալի արդյունքների, կարծում եմ, որ բոլորս ենք դատապարտում։ Արդյոք մենք բոլորս, որպես հանրություն, խնդիր ունենք շփման մեջ իրար նկատմամբ ավելի հարգալից լինելու, այո։ Եվ Տիկին Ավանեսյան, Ռոբերտ Քոչարյանը ամոթանք է տալիս իշխանություններին, ասում է կարտոշկա են ուտում, ինչ էր, փիփերտ տան, եղինջելություն, դուք ինչպես կարծաք։ Հա, դե կներեք, կոկորդիլոսի միս չեն կոտում իրանց նման։ Թող շարունակեն։ Դե հիշում եք, ժամանակին իշխանավորները հայտնի էին կոկորդիլոսի միս ուտելով, էդ եմ հիշում։ Դե իրանք էլ մարդը 200 միլիոն չէ, դոլար ունի, իրանք կարա թույլ տա սևի կրաուտել, հուսամ այդ 200 միլիոնը հնարնս արագ հետ կվերադարձվի պետական բյուջե, ինքն էլ կարտոշկա կոտի, մեր նման։ Բայց 4 միլիարդ էր, նվազեցրեցիք, դարձրեցիք 4 միլիոն դրամ չէ։ Չէ, 4 միլիարդ դոլար է, հիմա 4 միլիարդ դոլարը ձեր իշխանությանով դարավ 200 միլիոն դոլար փաստորեն։ Դե ես գիտեմ 200 միլիոն, 4 միլիարդն էլ եմ լսել, բայց 200 միլիոնը գիտեմ, որ կոնկրետ գույքի բանով է,